Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյատապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5121 եւ հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյատապանի տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյատապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյատապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյատապանի հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես։ Պարոն Սաֆարյան, ունեցանք հունվարի 27 մեր զոհերի հիշատակի օր, հունվարի 28 բանակի ծննդյան տարեդարձ եւ 3 Ռոբերտ Քոչարյանը ասուլիս ունեցավ, լրագրողների հետ հանդիպում ունեցավ եւ որոշակի հարցերի պատասխանեց նաեւ իրավիճակի մասին, տվեց իր գնահատականը։ Ուզում եմ այս 3 թեմաներին անդրադառնանք, որից հետո խոսենք, թե այս պահի դրությամբ արցախցիների հետ կապված ձեր ծրագրի շրջանակներում ինչեր է կարել, ինչ դժվարություններ ունեք, եկեղեցին եւ Դիվենսի այցը Հայաստան։ Եթե հասնենք այս բոլոր խնդիրների, հարցերի մասին խոսենք մեր եթերի ժամանակ։ Նախ հոկտեմբերի հունվարի 27-ի խորհրդի հետ կապված եւ հունվարի 28-ի բանակի տոնի արդիվ 26-րդ տարեդարձի արդիվ ուզում եմ 34-րդ տարեդարձի արդիվ ուզում եմ իմ ուրեմն խնկարկումս եւ խոնարհումը բերեմ մեր բազմահազար նահատակներին, մեր զինվորներին, մեր այն ուրեմն բանակի եւ աստագրական պայքարի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց կյանքի գնով գիտակցելով, գիտակցաբար գնացել են, ուրեմն պաշտպանել են մեր հայրենիքը եւ մեր երկրի ապահովելով մեր երկրի սահմանները խաղաղ եւ անվտանգությունը։ Եվ նաեւ շնորհակալություն հայտնել այսօրվա հայոց ազգային բանակի զինվորներին, սպայական կազմին, բարձր սպայական կազմի ներկայացուցիչներին, ասելով, որ այսօր ավելի քան երբևէ ավելի հրամայական է դառնում եւ մեր սահմանների անվտանգությունը եւ մեր ժողովրդի խաղաղ ուրեմն գոյակցությունը։ Ես մի քանի օր առաջ Շանթ հեռուստաընկերությանը տվել եմ հարցազրույց, հեռանկարի հյուրն եմ եղել եւ մանրամասն ասել եմ, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվում բանակում, ինչպիսի ուրեմն շրջված դեպի հայ զինվորը եւ հայ սպան, ինչպիսի նորամուծություններ, ինչպիսի ուրեմն որակական կամ վերավորակավորման մրցույթներ, քննություններ եւ այլը, որը միտված է մեկ բանի, որպեսզի հայ զինվորը իրեն զգա որպես աշխատող, որպես հայրենիքի պաշտպան եւ այդ աշխատավարձը սկսած շարքային զինվորից, ժամկետան զինծառայողից, որը սկսվում է որակավորում անցած զինվորի համար 700,000 դրամից մինչև սպաններ բարձր սպայական կազմ, հիմա ես չեմ ուզում դրանք բաղդատեմ, մինչև 1.5 միլիոն եւ 2 միլիոն աշխատավարձ։ Մի բան, որը երբևիցե չէր կարելի դա պատկերացնել։ Ասել, որ սա բավական է, իհարկե ինչ խոսք ես չեմ կարող։ Բայց երկրորդ նախագահն ասում է, որ ամենամարտունակ եւ հաղթական բանակը թուլացրել է, մասնատել են, կոտրել են։ Այո, ասեմ, ինքը չի հասկանում դրա մասին, նախ ասեմ ինչու համար, որովհետեւ այդ ժամանակ եւ ուրեմն Ծերուկ Ալիևը եւ նրան հաջորդած իր որդին ընդամենը ժամանակ էին շահում եւ իր ուրեմն պաշտելի Պուտինի միջոցով, Պուտինի Ռուսաստանից գնում էին զենքեր ժամանակակից եւ այն զենքերը, որը որ վաճառվում էր Ադրբեջանին նվազագույնը 1990-ական եւ 2000 թվականի սկզբներին, իսկ այն զենքերը, որը վաճառել են մեզ 1960-70-ական թվականների զենքերը Ռոբերտ Քոչարյանի ուրեմն մտածելակերպի եւ մտայնության մեջ եւ իր ուղեղում տեղավորվում են 3 մարդ։ Առաջինը ուրեմն խոսքս երկուսը կենթանի են, առաջինը հայ ռակելական եկեղեցին բռնազավթած Կտրիչ Ներսյանն է, որը դարձել է այսօր վրեժխնդիր ուժերի ձեռքին գործիքակազմ իշխանությունը օրինական տապալելու համար, երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է, իր բազմաթիվ չարագործություններով, ես պիտի ասեմ, խոսքս չի վերաբերում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդին, կրկնում եմ դա, որտեվ միայն այդպիսի ուրեմն դաշնակից ուրացողը եւ այդպիսի ուրեմն դաշնակցային հարաբերությունները անտեսողը
տասնամյակների կամ հարյուրամյակների ընթացքում ձևավորված այդ հարաբերությունները կարող էր դնել զոհասեղանի եւ դավաճանական կերպով ինչպես Արցախը, այնպես է շուրջ 250 քառակուսի կիլոմետրը ուրեմն անթակույց կերպով Ադրբեջանին հանձնելու գործում կանգնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների կողքին։ Եվ երրորդը, որը կենթանի չէ, եւ երրորդն էլ Լենինն է։ Ահա այս երեք մարդիկ են, որոնք անընդհատ տեղաշարժում են Ռոբերտ Քոչարյանի ուղեղում։ Հետո ես Ռոբերտ Քոչարյանի 3 ժամյա հարցազրույցը չէի կարող լսել, բայց 3 ժամյա հարցազրույցի, եթե այդքան բան ասել, ռեկորդային կերպով նա ցույց տվեց, որ ասեց այն, որը մեկ բառով նշանակում է ոչինչ չասեց։ Նա դարձյալ մնացել է իր հին կոտրած դաշտակի, հին ստերեոտայպերի, քաղբյուրոյի, ուրեմն նա պատկերացնում եք մարդ ինչքան պետք է տգետ լինի եւ չպատկերացնի ներկա մարտահրավերները, գլոբալիզացիայի եւ աշխարհակարգի փոփոխությունները, նոր աշխարհակարգի ձևավորումը, երբ որ ասի Թրամփի վրա պետք է լինի ռուսական կամ չինական վերահսկողություն։ Դուք պատկերացնում եք, եթե դա բացատրում է, ապա բարի լինեին նույն ռուսները եւ նույն չինացիքը, բարի մեզ համար սպառնալիք է։ Այո, դա պարտադիր սպառնալիք է, բարի լիներ 20 տարի, 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ կամ այն ժամանակ, երբ որ հանրապետության ղեկավարությունը դիմեց Պուտինին նման քայլերով, բարի լինեն այն ժամանակ ընդառաջեին, այն ժամանակ անսային մեր խնդրանքին։ Այսինքն ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, որոշել է, որ իր սուվերենության եւ իր երկրի եւ իր սահմանների անվտանգության համար այս ճանապարհը, եթե չասեմ փրկության, այս ճանապարհը ռազմավարական եւ անվտանգային եւ խաղաղություն հաստատման տեսանկյունից բացառիկ եւ փրկության ճանապարհ է։ Մենք սրա վրա բերենք վերահսկողություն, այսինքն ինչ է նշանակում ծիծաղելի հեքիաթ։ Այս նարատիվները տգետ մարդու ուրեմն ինքը չի հասկանում, ինքը տնտեսական շահ ասելուց ես ասեմ հիմա հետեւյալը։ Այն գործարքները, որ ինքը կնքել է Ռուսաստանի հետ, ինքը այստեղ եղել է տնտեսական շահ, որտեղ այստեղ նա ունեցել է ձախ մասանումներ, ձախ գրպանում, ինչպես ռուսերեն են ասում, ատկատներ։ Հիմա ես ընդամենը երկու օրինակ պիտի բերեմ։ Գույք պարտքի դիմաց շուրջ 100 միլիոն դոլարին հասնող, ուրեմն գործարքը կնքվել է հիմք ընդունելով այն, որ շուրջ 3-4 տարի ռուսական կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից մեծ մատակարարվող գազի գործարքի մեջ անհետացել է ավելի քան 100 միլիոն դոլարին համարժեք դրամ։ Եվ այս ուրեմն 100 միլիոն համարժեք դրամը գնացել է բացեիբաց կերպով ես հայտարարում եմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, հայտնի գործարարին, որը զբաղվում է ուրեմն գազալցակայանների ուրեմն բիզնեսով եւ նաեւ երրորդ նախագահի ընտանիքին, եղբորը։ Եվ սա 100 միլիոնը ուրեմն գնաց միայն ու միայն այսպես։ Հաջորդը 2000, ասենք 3 հոգու գրպան է գնացել։ 3-4 հոգու, ամենաշատը, ոչ, նվազագույն 3-4 ուրեմն այսպես ասեմ տոհմի։ Հաջորդը ուրեմն կապված ուրեմն Սիստեմա ընկերության մեջ իր փայաբաժնին նախ ես շատ ուրեմն վատ վերաբերվեցի, այո, ես շատ վատ վերաբերվեցի Նիկոլ Փաշինյանի հանրապետության վարչապետի կողմից այդ օրը, երբ որ ինքը փոխանակ մեկներ Դավոս ընդունեց Սիստեմա ընկերությունների խորհրդի նախագահ Եվտուշենկովին, քանի որ տեղի ունեցել կառավարման, օպերատիվ կառավարման, արտոնագրային կառավարման փոփոխություն, որը համարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի պրոտեժեներից մեկը, խնամառումներից մեկը, շատ վատ ընդունեցի, որ ինքը այդ օրը ընդունեց Եվտուշենկովին։ Որովհետև ուրեմն սրանով ցույց ենք տալիս ուրեմն նախ Դավոսի հանդեպ ոչ ուրեմն շատ մեծ նշանակությունը եւ նաեւ սրանով մենք ցույց ենք տալիս, որ դեռևս Ռոբերտ Քոչարյանը թևեր ունի ուրեմն թփրտալու Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես սրա մասին կասեմ ինչու։ 2001 թե 2002 թվականին հնդկական մի ընկերություն, որի ղեկավարը Սանջեյն էր, որը ուներ Սոտքի ոսկու գործարան
Փակ բաժնետիրական ընկերության, բազմբաժնետիրական ընկերության տնօրենի կարգավիճակ, նրան ստիպում են, որպեսզի 60 միլիոն դոլարին համարժեք դրամով վաճառի ուրեմն գեոպրոմայնինգին։ Եվ դա ստիպում է Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, կարող եմ ասել Անդրանիկ Թևանյան, էլի, որոնք այդ ժամանակ անգլերեն թարգմանչի դեր են կատարել, եւ Սանջեյը խնդրել է, անձամբ ինձ է ասել նա, եթե մեկ ուրիշին ասած ելներ, ես չի ասի, քանի որ այդ ժամանակ ես վարձակալել էի երիտասարդության պալատը եւ շուրջ իմ ընտանիքի բյուջեից 30 միլիոն դրամի ներդրում եմ կատարել եւ սպասում եմ որպեսզի իմ գործընկերս Ամերիկայից 1 միլիոն դոլարին համարժեք դրամ ուղարկեր, կար այդպիսի պայմանավորվածություն եւ նաեւ ես փնտրտուքի մեջ էի եւ այդ օրերին հանդիպեցի Սանջեի հետ իմ ընկերոջ միջոցով եւ ինքը պատմեց, որ իմ թախանձագին խնդրանքին որպեսզի դառնա ուրեմն 90 միլիոն այդ գործարքը հայկական կողմը չհամաձայնվեց, կար պրեզիդենտի Քոչարյանի կտրուկ պատասխանը։ Եվ հետագայում նա այդ ուրեմն 90 միլիոնանոց գործարքը տապալվել է։ 60 միլիոնով ստիպել են տվել է եւ նա 150 միլիոնով վաճառել է ռուսական ընկերությանը, արդյունքում Ռոբերտ Քոչարյանը այս մեծ գործարքի արդյունքում շուրջ 60 միլիոն դոլարի հիմքով դառնում է սիստեմա ընկերության բաժնետիրական խորհրդի անդամ, բաժնետեր, ուրեմն ակցիայի տեր եւ նաեւ դառնում է տնօրեն։ Ահա այս գործարքներն է, որ պիտի մեր ղեկավարությունը երկրի ուշով հետևի եւ քամուն չտա։ Ահա այսպես է ձևավորվել նրա մասնակցությունը սիստեմայի մեջ իր բաժնեմասով։ Սա մեկ եւ երկրորդը, ես պիտի ասեմ, որ 2013 թվականին 300 միլիոն դոլարին համարժեք դրամով ջեկը Երևանի ջերմաէլեկտրոկայանը հանձնեց ռուսներին եւ վերջնականապես բոլոր ակցիաները, բոլոր ուրեմն մասնաբաժինները դարձան մասնաբաժինը ամբողջովին դարձավ ուրեմն Գազպրոմի, ռուսական Գազպրոմի սեփականությունը։ Ուրեմն ասեմ հետեւյալը. հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացին, Երևանի բնակիչը գազի հետ կապված երբեք պարտք չի ունեցել։ Դուք գիտեք, եթե գազի պարտք ես ունենում, անջատում են։ Եվ 100 միլիոնի դեպքում, եւ 300 միլիոնի դեպքում ջեկը անհատույց հանձնելով Գազպրոմին, մեր ժողովուրդը երբեք պարտք չի ունեցել։ Այս ամբողջը գնացել է մի քանի ընտանիքների։ Մեկ այլ բան եւս ասեմ, դե բանակի հետ ես պիտի ասեմ, բանակի կադրային քաղաքականությունը իր ժամանակ նախ իր որդիները բանակում չեն ծառայել, թրև են եկել Երևանի փողոցներում եւ ոչ միայն եթե իրենք ասում են 7 հոգի քաղաքացիական ինչպես է կոչում պայմանագիր կուսակցությունից բանակում չեն ծառայել, ես իհարկե դա ես չեմ ասում, որ լավ են արել, բայց ես շուտով հրապարակելու եմ ավելի քան 200 մարդկանց ուրեմն զավակների բանակի հետ առնչվող կապը, հատկապես ժամկետանց զինվորական ծառայության հետ կապված, եւ դա լինելու է մեր ժողովրդի սեփականությունը։ Ուրեմն բանակի 200-ը բոլորը պետական ատյաններում եւ միայն պաշտոնյաների։ Հիմա մեզ լսողները կհասեն միանգամից կարծականքին, որ դրանք հաստատ եղել են արցախցիներ։ Այդ 200-ը։ Ուրեմն 200-ից նվազագույնը 150-ը եղել են Հայաստանի Հանրապետության ուրեմն քաղաքացիներ, որոնց լրացել է այդ 18 տարին։ Այդտեղ դե գիտես ինչ հիմա իրենք ռազմական ոստիկանությունում են ծառայել, իրենք Երևանում են ծառայել, այն դեպքում երբ որ պիտի 50 կիլոմետր շարավով անցնեին ծառայության, իրենք չեն եղել զորամասերում եւ նրա երեկվա շատ ցինիկ տոնը կապված ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ եւ առասարակ իր բարերը վեճ չի քորփա Ալեն Սիմոնյանի ասածը հեքիաթ է համարում, ասում է դա հեքիաթ է եւ Ալեն Սիմոնյանը չէ որ պետք է խոսի բանակի։ Նախ ես ձեզ մի բան ասեմ, իմ խորին համոզմամբ իր գրագիտությամբ եւ ինտելեկտով Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանից բարձր է։ Ես ճանաչելով երկուսին էլ ու հստակ կերպով դա ասում եմ։ Սա մեկ եւ երկրորդը իր ժամանակ բանակի կադրային քաղաքականությունը, իր ժամանակ երկրի ներքաղաքական կյանքում սպանությունները, իր ժամանակ բանակի ներքաշվածությունը երկրի ներքաղաքական գործընթացներին Փառք Աստծո նաև այդ ավանդույթի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց ասում եմ, եթե իմ կազմած բանակը լիներ, Ադրբեջանը չէր համարձակվի։ Ուրեմն ես ասեմ, որ այդ բանակաշինության հետ կապված ինքը ոչ մի խնդիր եւ ոչ մի ծառայություն չունի։ Այդ բանակը մինչեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը
ամբողջովին այդ բանակում եւ զենքի մատակարարումը եւ կադրային քաղաքականությունը եւ չգիտեմ բնաշինական այդ ամրությունները այդ սահմանային եւ այլ ամբողջովին այդ աշխատանքների տակ կգած է եղել լուսահոգի Վազգեն Սարգսյանը մենք պիտի ասենք այն ինչ որ պատմական ճշմարտությունն է հիմա մարդը իր ուղեղի մեջ քաղբյուրո մարդը մտածում է միայն ու միայն Հայաստանը դառնա ռուսական գուբերնիա եւ ես պիտի ասեմ որ Ռոբերտ Քոչարյանը իր մտածելակերպով չի տարբերվում ոչ Սոլովյովից ոչ էլ երեկել նորից կրկին անգամ Սոլովյովը հորջորջեց եւ նրան նաեւ աջակցում էր նվագացում էր եւս մի քաղաքական վերլուծաբան Միխեև քաղաքագետ եւ ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ավետեց հաջորդի հանդեպ եւ Հայաստանի պետականության հանդեպ վերահաս սպառնալիքների ուրեմն մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը նաեւ երեկվա իր հարցազրույցով ավետեց նաեւ 2026 թվականի համապետական ընտրությունների քարոզչության մեկնարկը եթե այդ ժամանակ թաքուն էին պահում նախկինների եւ ներկաների կապը երեք բացեբաց անթակույց կերպով նշվարում էր այն 3-4 դաշինքների այն 3-4 խմբակների գործունեությունը, որոնք պետք է իրար հետ համագործակցեին։ Դա խոսքս վերաբերում է մեր ձևովին, որը կարծեմ դառնում է հզոր Հայաստան քաղաքական, հանրային քաղաքական միավոր, խոսքս վերաբերում է միանգամից այդ մեսիջների մասը։ Արդեն այդ մեսիջները ուղարկված է եւ առհասարակ ես պիտի ասեմ, որ եկեղեցին էլ այս ուրեմն տիրույթում դառնում է այդ դավադիր գործիքակազմից մեկը բայց դրա մասին կարծում եմ մենք առիթ կունենենք խոսելու շատ բան չեմ ուզում խոսալ իմ համար եթե մի մարդ ի վիճակի է իր ընտանիքի անդամներին երիտասարդ ընտանիքին ուղարկել օտար երկրներ տվյալ դեպքում Միացյալ Նահանգներ խոսքս վերաբերում է բոլոր շատ ղեկավարների եւ որոնք կարող են այնտեղ ունենալ զավակներ ծննդաբերել ապա ես գտնում եմ որ Հայաստանի Հանրապետության ոչ միայն կառավարություն արև իրապահ մարմինները կարող են նրան ենթարկել օստրակիզացիայի, օստրասայսի, խեցեվճիռ, որպեսզի նրանք առհասարակ արտաքսվեն մեր երկրից, նրանք որպեսզի ուրեմն լինեն ձայնազուրկ եւ նրանց տեղը պիտի լինի ճաղավանդակները, նրանց տեղը պիտի լինի պատժախուցը եւ ազատազրկման վայրերը։ Եթե այսպիսի ստոր դավաճանական կերպով դու քեզնից սերվածը քո ժառանգները չես ուզում ծառայել մի բանակում որին հորջորջելով դուք ասում եք ես եմ եղել այդ բանակի ակունքներում կանգնած ապա այստեղ ես ասելիք այլևս չունեմ շատ բաներ կարող ենք խոսել ես պիտի ասեմ որ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւս մեկ ասույթին որ Թրիպի վրա մաքսիմալ ծախսում է 90 միլիոն դոլարին համարժեք դրամ, ես ասեմ, որ այդտեղ էլ ինքը բան չի հասկանում, որտեղ իր համար ես պիտի ասեմ, որ ոսկին ամենամեծ ուրեմն նշանակություն ունեցողն է, ավելին քան ազգը, ավելին քան իր ծնողները, ավելին քան իր զավակները, որտեղ ինքը չգիտի, որ այսօրվա ուրեմն վագոն տնակները այսօրվա գնացքները ինչքան թանկ են, այսօրվա երկաթյա ռելսերը, որոնք ապահովում են անվտանգություն, եւ կա նաեւ ինֆրակառուցվածքային բազում ծառայություններ։ Ասում եք, որ իրենք են այդ ռելսերը հանել, հետարել, վաճառել։ Ես այսքան չեմ ուզում ժամանակ կորցնեմ։ Եվ ես պիտի ասեմ, որ ուրեմն նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները կարող են դեռևս ընդամենը դառնալ մեկնարկային բաներ, այդ որ ասում են base capital, չէ, այդ որ ներդրումներ կարող են սկզբնական ներդրումներ, այո։ Ամբողջ խնդիրը սա է, եւ ինքը չի պատկերացնում Թրիպի նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, մարդ ինչքան պիտի շատ կներեք անգրագետ լինի, որ Թրիպի կամ օգոստոսի 8-ի համաձայնագիրը կամ օգոստոսի 8-ի ուրեմն հուշագիրը համեմատի նոյեմբերի 9-ի հետ։ Մի բան, որով սկիզբ դրվեց Արցախի կործանմանը։ Ես հիմա կարծում եմ մենք ժամանակ ունենանք անդրադառնալ նաև Արցախայցյան հետ կապված խնդիրներին, բայց ես ասեմ հետևյալը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակը գտնվել է շատ անմխիթար վիճակում։
գեներալները, բարձրագույն հրամկազմը Երևանի փողոցներում եւ մեր խոշոր փողոցներում ավելի շատ են զբաղված եղել ուրեմն քրեական, ուրեմն կռիվներով, քրեական հաշիվների մեջ ընկղմված, ավելի շատ են զբաղված եղել գետնի տակ գտնվող մի քանի տասնյակ հազար կիլոմետր խողովակներ արտահանելով, որը եղել է մեր ժողովրդի սեփականությունը, կադրային քաղաքականության մասին այլևս չեմ խոսում, պետական ընդերքը եւ պետական միջոցները եւ հատկապես այն ուրեմն տարածքները, այն հողերը, որոնք եղել են ճանաչված են եղել գերակաշա, ինչպես է հատկացվել եւ մանումենտում կառուցելով Աղթանակը զբոսայգու տարածքը ավերելով կառուցելով այդ հյուրանոցը, որը դարձյալ գնում է եւս 1-2-3 գրպանի, եւս 2-3 ընտանիքի գրպան, չեմ ուզում այլևս շարունակեմ, հիմա ես պիտի ասեմ հետեւյալը. իր ժամանակ աշխատած եւ Երևանի քաղաքապետը, որը չի ունեցել ոչ մի ուրեմն մասնավոր կազմակերպություն, իր ժամանակ աշխատած ռազմական ոստիկանության պետը, իր ժամանակ աշխատած Նախցային կոմիտեի նախագահը եւ Նախցային կոմիտեի նախագահի տեղակալը, որը երրորդ նախագահի ժամանակ դարձավ Տեկի նախագահ եւ անուններ։ Հիմա ես ասում եմ, այն գումարները, որ այսօր անթակույց հպարտությամբ հայտարարում է Հանրապետության դատախազը Տիկին Վարդապետյանը, ես պիտի ասեմ, այդ գումարները կարող են լինել այն գումարների ընդամենը 25%-ը, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախագահների հովանավորությամբ մեր ժողովրդի սեփականություն հանդիսացող գումարները փոշիացվել են։ Կրկին ու կրկին ասում եմ, որ եւ Գազպրոմի ամբողջ բաժնի մասը, որը ուրեմն մենք դարձանք փաստորեն օտարերկրյա մի հզոր ձեռնարկության ուրեմն սպասարկող հանրապետություն, ամբողջովին գնացել է ուրեմն ձախ ճանապարհով այդ գազը բաժին է հասել ընդամենը մի քանի ընտանիքների, որոնց մեջ ամենամեծ բաժինը ունեցել է Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարող եմ շատ բաներ Ռոբերտ Քոչարյանը ինքն ասում է միայն ինքն է իրեն տեսնում այս վիճակից հանելու։ Ես դες հիմա ասեմ Ռոբերտ Քոչարյանը նախ ասում է մեկ ուրիշի անունը տվեք, չկա։ Ասեմ ու վերջացնեմ, եթե ես այսքան ինչու համար եմ ասում, որպեսզի մեր ժողովուրդը սթափի, այսքան ինչու համար եմ ասում, որպեսզի ասեմ, որ սպասում է ուրեմն շատ ուժեղ նախընտրական պայքար 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ եւ մեր ժողովուրդը գիտի, որ ես ինչպիսի փորձ ունեմ, ավելի քան 35 տարվա եւ ես պիտի ասեմ, վերջին անգամ իմ փորձը շատ մեծ եռանդով, շատ մեծ նպատակասլացությամբ եւ սկզբունքայնությամբ օգտագործելու եմ եւ անմնացորդ նվիրելու եմ, որպեսզի ռևանշիստական վրեժխնդի ուժերը չկարողանան Հայաստանի Հանրապետությունում ունենալ կառավարական որևէ ուրեմն հնարավորություն եւ ձեռք բերեն ուրեմն այդպիսի առաքելություն կամ ունենան այդպիսի իրավունք։ Նրանք այդպիսի իրավազորություն չեն ունենալու, ես պատրաստ եմ հանդիպել նույնիսկ մի քանի միլիոն մարդկանց հետ եւ ես ասում եմ դա անթույլատրելի է լինելու։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախագահների ժամանակ մեր երկրի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնները, ներքին գործոս նախարարության բարձր պաշտոնները, այլևս չեմ խոսում դատախազության բարձր պաշտոնները բաց հանված է եղել աճուրդի։ Նրանց համար մարդը ոչ մի նշանակություն չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի խոսելու պետաիրավական համակարգից, ինչպիսին որ հիմա կա, դատավորների վարքագրությունից, ինչպիսին հիմա կա, պետական եկամուտների կոմիտեի թափանցիկ գործունեությունից, ինչպիսին հիմա որ կա, սոցիալական ծառայության այն աշխատանքից, որ հիմա կատարվում է, առավել եւս առողջապահության նախարարության աշխատանքից, որը նա պիտի երազեր։ Ես ժամանակ Արցախը մերն է եղել։ Դա ուրեմն Արցախը եղել է այն մարդկանց, որոնք ապրել են փոթոշակները բարձր չեն եղել, բնակարանների հարցն են լուծել, ջրի խնդիրներ լուծվել, վառելիքի խնդիրներ։ Ես ասեմ ինչպես է եղել, մարդիկ վաճառել են իրենց վերջին ունեցվածքը, երբ որ դրանք գոյացել էր մինչև 90-ական թվականները։ Բոլորս գիտենք դա ինչպես է եղել, բոլորս գիտենք, որ բանակը ներքաշված է եղել նաև ներքաղաքական գործընթացների մեջ։ Վերջերս կարծեմ նաև մի գեներալի են
զրկել ոսկե արծիվ շքանշանից Արցախի, կարծեմ իմ համագյուղացու, կարծեմ հա Կարեն Շաքարեն եւ այլ, դե եթե նախ այդ ազգային ժողովը որևէ լիազորություն չունի, բացի դրանից էլ ճանաչելով ազգային ժողովի այսպես կոչված նախագահի հորը, որը եղել է իմ մտերիմ ընկերը Կամո Դանիելյանը լուսահոգի, ես չեմ ուզենա բան ասեմ, բայց եթե այդքան օբյեկտիվ եք, ապա առաջինը ոսկե արծիվից զրկեք այն մարդկանց, ովքեր 2008 թվականին գեներալներ են մասնակցել սահմանադրական կարգը տապալելու գործում մարտի 1-ին, ովքեր 2023 թվականին Արցախի օրասական օրերին իրենց տներում պահել են տասնյակ արկղներով ծխախոտներ, շաքարավազ, խմիչք եւ այլ եւ այլ։ Այսը, եկ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը վաղ միջնադարյան տիպիկ կերպար է, ռազմաֆեոդալական վերնախավի կարկառուն ներկայացիչ, Եվս մի բան էլ ասեմ ու թեման ես այդ թեմայով այլևս չեմ ուզում հարցազրույց տալ։ Եվ վերջին հարցս էլ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հետ կապված, վառելիքի հետ կապված ներկրման։ Հիմա ես կասեմ, այո, հիմա ես կասեմ, այո, Ռոբերտ Քոչարյանը ունի հայեցի արժեհամակարգ։ Նրա խորթ է հայ մշակույթը։ Երբ որ նա ասուլիսը տալիս Արարատ սարով, խորվիրապ եկեղեցով եւ այլ, սա ընդամենը շիրմա է։ Նա չգիտել խորվիրապը ինչ է, երբ է կառուցվել, ովքեր են եղել այնտեղ, ինչպես է մեր պետության ղեկավարը Տրթատը քրիստոնեությունը հռչակել պետական կրոն եւ այլ եւ այլ։ Այո, գալով նրան, որ ասում է, որ ես դիմել եմ բենզինի հարցով, ոչ բենզինի, բիտումի հարցով Ալիևին եւ այլ, բանից պարզում է, որ այն ժամանակ էլ եղել է ստվերային կապ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից, բա եթե դու չես կարողացել անես, իրենք ասել են մենք չենք կարող սա անել, որովհետեւ Ադրբեջանում այլ բան կհասկանան, ապա ինչ է նշանակում, որ դու այսօր ասում ես բենզինը բերում են 1200 տոննան չի կարող գնի վրա ազդել, նախ այդպիսի հաշվարկներով ինքը պիտի այդքան չիշներ, դա ստորություն եմ ես համարում։ Բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի գործունեությանը այդպես քննադատորեն չմոտեցավ։ Ես ընդամենը մի բան պիտի ասեմ, դե որովհետև գիտեք ինչ, ես կարծում եմ շուտով նաև ինքը այլ պատասխանի կարժանանա պետական այրերի կողմից, բայց ես այլ բան ասեմ։ Եթե մի մարդ կանգնում ասում է, որ ես կարող եմ միայն Հայաստանը հանել այս վիճակից, ես պիտի ասեմ, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից եւ արդեն ընտրել է այդ քայլերը, արդեն այդ քայլերով է գնում, այդ ճանապարհով է գնում, այդ ինչպես ասում են the way future, հա, ապագայի ճանապարհով է գնում, ինքը այդ բաներից չի հասկանում։ Դե 98 թվականին էլ 1998 թվականին էլ իրեն երբ որ ասացին, իսկ կարող է այս պետական ընտրություններից հետո դուք ունենաք մրցակիցներ, կոնկուրենտներ, ասեց ով է այն տղամարդը։ Մի բան, եթե դա մնացել է 30 տարվա առաջ նույն մակարդակին, դրանից 30 տարի առաջ էլ մնացել է նույն մակարդակին, դրա իզուր չեն ասում, որ ադրբեջանական իշխանությունների կողմից այն ժամանակ կոմերտ միության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Չեմ ուզենա շատ բան ասել, համենայն դեպս ոչ հայ, եթե մեկ ուրիշը նայեր օտար ծագումով մեկ ուրիշ մարդ նայր այդ ասուլիսը, կասեր, որ դա ոչ հայ մարդու ասուլիս է, քինախնդրությամբ լցված, ամբողջովին թափում էր չար մաղձի եւ պիտի ասեմ, լավ որևէ դրական բան չի կատարվել, լավ որևէ դրական բան հարկերի հավաքման առումով, տարբեր ուրեմն գերժամանակակից սարքավորումների ներդրման, ճանապարհաշինարարության, դպրոցների շինարարության եւ մարդ ինչքան պիտի կներեք այս արտահայտությունս ասեմ, մարդ ինչքան պիտի ուրեմն իր ազգը ատի, դավադիր լինի, չեմ ուզում տականք բառը օգտագործեմ, բառից բուն իմաստով, որ ասի, որ մենք ենք մեղավորը, որ ռուսները մեզ այդպես են վերաբերվել։ Այսինքն ինքը գիտեր, որ այդպես են վերաբերվել։ Ուրեմն ասեմ հետևյալը, եւս ասեմ, որ երբ որ ասում են, որ 40-44 օրյա պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անթակույց կերպով ցանկանում էր Հայաստանի Հանրապետության պարտությունը, ես դա համարում եմ բացարձակ ճշմարտություն։ Նա օգտագործեց, ցանկանում էր այդ պարտությունը, որպեսզի գար իշխանության։ Նա օգտագործեց հայրաքելական Սուրբ եկեղեցին, եկեղեցին չօգտագործեց։ Եկեղեցու մի քանի բարձրակարգ հոգևորականների, այդ թվում կտրիչին, որպեսզի գա իշխանության։ Նա օգտագործեց մեր բանակը,
որպեսզի 21 թվականին կատարվի պետական հեղաշրջում, Վազգեն Մանուկյանն էլ այդ 80-ամյա զառամյալ ծերուկը չհասկացավ ինչ է կատարում եւ դարձավ իր ձեռքի խաղալիքը, խամաճիկը։ Եվ նա օգտագործում է այժմ էլ Եռաբլուրը։ Այս Եռաբլուր այցի գնացող արցախցի ղեկավարների եւ շատ-շատերի ուրեմն Եռաբլուր այցը ես համարում եմ ձևական, քանի որ ես նրանց մեծ մասին ճանաչում եմ։ Հիմա այսքան բանը բավական է, ասեմ, որ որևէ մեկը իր սեփական երկրին այնքան չի ատի անթակույց կերպով, ինչքան երեք ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսով։ Ես վերջացնեմ իմ ասածս, դա ակնարկեց ուրեմն այդ 3-4 դաշինքի ձևավորման անհրաժեշտությունը, որպեսզի պայքարեն ուրեմն իշխանության հասնելու համար 2026 թվականի անպետական ընտրություններին, եւ նա նաեւ ուրեմն ավետեց այն վերահաս սպառնալիքների մասին եւ երբ որ ասում էր, որ ես եթե Ռուսաստանը չթողնի մեր մթերքը արտահանենք, մեր միակ շուկան Ռուսաստանն է, ինչ պիտի անենք, այո, ինչ պիտի անենք, չնայած ես իմ կապերը կօգտագործեմ, կապերը օգտագործեիր, որ քո եւ երրորդ նախագահի ժամանակ մի քանի միլիարդ դոլարին համարժեք զենքի մատակարարման պայմանագիր կնքվեց Ադրբեջանի հետ, կապերը օգտագործեի այդ ժամանակ։ 3-4 դաշինքը կարծում եմ դեռևս շատ վաղ է դրանց մասին խոսալ, բայց ակնհայտ կերպով կարող եմ ասել, ինքս հաշվի առնելով իմ փորձը հստակ կերպով ասել, որովհետև այստեղ ես մաթեմատիկական ճշգրտությամբ եմ ասում, ես գելափի պես չեմ, իմ 35 տարվա, 38 տարվա անցած փորձը ցույց է տալիս ասելու, որ քաղաքական դաշտում նշмарվում է այդ Հայաստան դաշինքի, չգիտեմ ինչ ձևաչափով, դաշնակցություն, հայեղափոխական դաշնակցություն, ճակերտավոր դաշնակցություն, որտեղ դաշնակցություն այդպիսի կուսակցություն հիմա չկա, դա մի կրավորական հանրային քաղաքական միավոր է, հզոր Հայաստան կամ մեր ձևով շարժում, ասեցի Ռոբերտ Քոչարյանի, եւս կլինի ուրեմն մեկ դաշինք թե քաղաքական միավոր, ամենայն հավանականությամբ հստակ ասում եմ Գագիկ Ծառուկյանի, հստակ եմ ասում, եւ չորրորդը կլինի կարծում եմ այս նորաթուխ Newfangled Forces, այս նոր ածան գործիչները Արման Թաթոյան, չգիտեմ, էլի մարդիկ կան, չեմ ուզում անուններ տալ, որոնց մի մասին ես հարգում եմ եւ միշտ պիտի հարգեմ իրենց անցած ճանապարհով, մեկը եղել է բժշկության ոլորտում, մեկ ուրիշը եղել է տնտեսական գործունեության ոլորտում, որոնց ես հարգում եմ մի այլ ձևի, բայց ես կարծում եմ, որ այստեղ իհարկե քաղաքացիական պայմանագիրն է լինելու միանշանակ առաջատարը, ընդ որում չի բացառվում, որ քաղաքացիական պայմանագիրը միանգամից իր ձեռքն է վերցնելու հաղթողի դափնին։ Ուրեմն այդ ուժերը, որոնք պիտի միանան քաղաքացիական պայմանագրին, իրենց հարգելով իհարկե, բայց նրանց ընտրազանգվածը շատ քիչ է։ Ես իհարկե որպես մարդ այդ մարդկանց հարգում եմ, դա եվրոպական ուղղության կողմնակիցներն են, նաև հանրապետություն կուսակցությունն է, բայց ես պիտի ցավով, ափսոսանքով ասեմ, որ նրանց ընտրազանգվածը շատ քիչ է։ Այլ բան լինել չի կարող, մեր քաղաքական ներկապնակը քաղաքական դաշտի սա է։ Այլ տարբերակ լինել չի կարող, մարդն էլ ոչ թե մարդն էլ Ռոբերտ Քոչարյանն էլ անթակույց կերպով ասում է, որ ես պիտի լինեմ վարչապետի թեկնածուն, չի թաքցնում իր մոլուցքը, այո, իր վրեժխնդրական մոլուցքը չի թաքցնում եւ պիտի ասեմ, որ ամեն կերպ փորձելու են հրահարեն սադրանքներ, փորձելու են հրահարեն երկրորդ փուլ էլ չի լինելու։ Երկրորդ փուլ չի լինելու։ Ես չեմ հավատում, որ կարող է երկրորդ փուլ լինի, բայց ես գտնում եմ, որ ինչպես ասում են, ընթացքը մեկնարկը եւ ընթացքը ցույց կտա։ Ես արդեն փորձեցի այսքանը ասեմ եւ ես այլևս մյուսների մասին Քոչարյան, չգիտեմ, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան
ես այլևս չեմ ուզում խոսել, որովհետև ես դա Պարոն Սաֆարյան, համարում եմ ավելորդ ժամանակի վատնում։ ժամանակ, քանի դեռ իրենք հանդես չեն գալիս, որովհետև ամեն դեպքում հանրությունը նրանց լսում է, հանրությունը արդեն նրանք էլ ունեն իրենց ընտրազանգված են։ Եթե նրանք իրենց կուտակած հարյուրավոր միլիոն դոլարներով, չնայած իմ խորին համոզման դրանք միլիարդներ են, եւ նաեւ հայ եկեղեցու տերը, այսպես կոչված, ուրեմն Սրբապիղծ Կտրիշ Ներսիսյանը մասնակցություն ունեցած լինեին եւ 2020 թվականի 44-ամյա պատերազմին ինչպես նյութապես, այնպես էլ ֆինանսապես, եւ եթե նրանք 2022 թվականին եկեղեցու տերերը կանգնած լինեին մեր պետականության կողքը, եւ եթե Հայաստանի այդ երկու նախագահները, որոնց ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարից անցնում է, նրանք կանգնած լինեին մեր ժողովրդի կողքը, միգուցե ես այլ կարծիք կունենայի, բայց ես ասում եմ, որ ուրեմն մարդիկ չունեն հայ ժողովրդի հետ ուրեմն առնչվող որևէ արժի համակարգ։ Այլևս չեմ խոսում իրենց ինտելեկտուալ մակարդակից, նույնիսկ ես իմ համար մեծ անամոթություն եմ համարում եւ մեծ անպարտություն եմ համարում խոսել նրանց մակարդակներից։ Առաջ գնալով, քանի որ ուրիշ անգամ կարող է ժամանակ չլինի դրա մասին խոսել, մեկ նախադասությամբ ասել, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան զրոյական տարբերակով։ Հիմքում պետք է դնել մեկնարկ եւ Ռուսաստանը պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր հանցագործությունների եւ դավաճանական արարքների համար։ Ռուսաստանը պետք է ապաշխարի իր բազում հանցանքները հայ ժողովրդի հանդեպ։ Այդ թվում 300 միլիոն զենքի գումարի մատակարարումը ուշացնելու, այդ թվում 2020 թվականին իր կողմից պատերազմի արտոնագրումը Թուրքիայի հետ համատեղ, այդ թվում դարձյալ շատ գործարքներ։ Ես մի թեթև ասել եմ, ինչքան էլ մենք Ելցինի անձնական կյանքին փորձում ենք մեկ այլ գնահատական տալ, բայց ես պիտի ասեմ, որ Ելցինի ժամանակ եւ նրա պաշտպանության նախարարի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր, ես կասեի նույնիսկ փայլուն մակարդակի վրա։ Եթե Ռուսաստանը չգնա խավարան հայ-ռուսական հարաբերություններում կատարած իր բազում մեղքերի համար, եթե չապաշխարի իր մեղքերը, ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք հայելային չեն կարող լինել։ Դա բացառվում է, սա պիտի լինի։ Եվ ես վերջացնում եմ հայ-ռուսական հարաբերությունների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի եւ հայոց պետականության կյանքում Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, մինչև Նիկոլ Փաշինյան, ամենից ճիշտ եւ ամենից բովանդակալից եւ ամենից հանգամանալից հասկանում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դուք կան գովազդային դաթարի Պետություն եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը հայ պետականության համար եւ հայ ժողովրդի համար Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, նրանցից բոլորից ավելի գերազանց հասկանում, գիտելիքներ ունի եւ պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը։ Դուրս գան կարճատև գովազդային դատարի եւ ասեմ հեռախոսազանգեր ունենք, կփորձենք լսել նաեւ մեր հեռուստադիտողին։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եղել այդ բոլորը։ Մենք եթերում ենք հարգելի հեռուստադիտողներ եւ լսում ենք մեր հեռուստադիտողի։ Շարունակեք, լսում ենք ձեզ։ Եվ երիտասարդները պատկերացում ունենան, թե ինչպիսի վիճակ է եղել պատերազմից հետո Հայաստանում եւ ինչեր է կատարել Քոչարյանը իր խմբով կամ իր ընտանիքով, ես չեմ ուզում մանրամասնել, բայց շատ կուզենամ մինչեւ ընտրությունները պատվի է դիմակները։ Շատ լավ, շնորհակալ ենք զանգի համար։ Ես ստիպված եմ ընդհատել, մեր հեռուստադիտողները բողոքում են, որ ես անջատում եմ, բայց մենք ժամանակի մեջ չենք տեղավորվում։ Մենք ընթացքում 2 զանգ ունեցանք։ Վերջինը մեր տիկինը գոհ է, որ դուք մեր տաղավարում եք եւ պնդում է, որ շատ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր գիտեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կատարված իրադարձությունների մասին պետք է շատ խոսեն, եւ մեր առաջին հեռուստադիտողի առաջին հարցը. ինչու Ռոբերտ Քոչարյանը ճաղելու յետո։ Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նաեւ շատ պետական այրեր, այդ թվում էլի նախագահներ, չեմ ուզում դարձյալ անուններ տամ, եւ այն թվարկածս անունները, որոնք թալանել են մեր երկիրը, եւ ոստիկանության պետերը եւ ներքին գործոս նախարարներ եւ այլը պիտի հայտնվեն ճաղավանդակներում։ Երեք էլ ես հարցազրույց եմ տվել եւ ես ասում եմ, որ մեր երկրի նախորդ նախագահների պիտի բաժախոցում իրենք խոսեն, ուրիշ ոչ միտեղ նրանց ուրեմն վայրը գտնվելու վայրը պետք է լինի ուրեմն ազատազրկման վայրերը։ Ռուսներից հրաժարվելով դուք տանում եք թուրքական պատասխանեմ, այո։ Ես ասացի, որ այն ընտանիքները, որոնց զավակները ծնվել են դրսում, նրանք պիտի այդ երկրի նախագահները եւ տերերը պիտի ենթարկվեն խեցե վճռի, օստրակիզացիայի եւ պիտի զրկվեն ուրեմն Հայաստանում ուրեմն եւ քվեարկության իրավունքից եւ պաշտոններ ունենալու այդ հնարավորություններից պարտադիր կերպով գալով վիլայեթա ասում են Ռուսաղստանից հրաժարվում եք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր վարում է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ մենք ունենալու ենք մեր հարևանների հետ առանց միջնորդների քաղաքականություն։ Եթե Թուրքիայի արտգործ նախարարը հայտարարել է, որ պետք է մենք ունենանք այնպիսի կառավարություն Հայաստանում, որի հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, որը պիտի դարձնի եւ անվտանգությունը եւ խաղաղությունը տևական, տվյալ դեպքում նաեւ ակնարկելով գործող վարչապետի ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, որովհետեւ հենց ինքը իր բերանով ասեց, ես 25 տարի առաջ Ալիևից բիտում էի խնդրում։ Այնպես որ կան նաեւ բազմաթիվ այլ ձայնագրություններ, ես չեմ ուզում դրա մասին խոսել, սա այլ հարց է։ Հիմա աշխարհակաղակական զարգացումները, աշխարհակաղակական նոր բևեռների
ձևավորումները թույլ են տալիս ասելու եւ մերձավոր արևելքը եւ միջին արևելքը գտնվելու են այնպիսի մի քաղաքական, ասեմ, տնտեսական, ասեմ, կամ իրավիճակում, ասեմ, կամ համախումբ ռազմավարական շահերի հարթակներում, ասեմ, որտեղ, ասենք, ոչ մի խնդիր չպիտի լինի հարևանների հետ ունենալ հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ կառավարության ղեկավարը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է շատ սկզբունքային լինի, պետք է ուրեմն հետևողական լինի եւ պետք է օրենքի տառին ու ոգուն համապատասխան պետությունից թալանած ամբողջ գումարները սկսած նախագահներից մինչև նախագահներ, այո, ինչպես որ խոստացել է իր նախընտրական նախորդ 5 տարի առաջ նախընտրական ծրագրի շրջանակներում, օր առաջ պիտի հետ բերվի, նրանք էլ պիտի պատասխան տան օրենքի Իսկ ով պետք է պատասխան տա 5000 երիտասարդների կյանքի համար եւ տադի բոլորը պիտի պատասխան տան, ովքեր մեղավոր են։ Բոլորը պիտի պատասխան տան, ովքեր մեղավոր են եւ քանի որ դա տեղի ունեցել պատճառահետևանքային կապով։ Պարոն Սաֆարյան, մեր ժամանակը քիչ է բանակից խոսում էր, բանակից ինչ է խոսում։ Իմ ժամանակ ասում է բանակը սա է, ձեր ժամանակ բանակը սահմանները պահել են օգտագործված անվադողերը, որպես պաշտպանական բնագծեր, որպես տեսավորողական սարքեր օգտագործվել են, այո, զինվորներին ծնողները եւ արձակուրդն է փողով եղել, իսկ որպես տեսավորողական սարքեր օգտագործվել են ձկան եւ մսի պահածոների թիթեղյա ուրեմն տուփերը։ Այդ է եղել ձեր բանակը։ Բոլորս գիտենք, որ որևէ մեկը չէր կարող մասնակցել բանակի մրցույթին առանց հովանավորության, առանց օգնության։ Դուք մոռացել եք ռազմական ոստիկանությունում տարեկան 3-400 զինվոր էր գնում ծառայության եւ ոչ մեկը ծառայություն չէր անցկացնում։ Պարտադիր զինվորական։ Տարվա 365 օրից 360 օրը լինում էր տանը։ Դիվենսի այցին տարածաշրջանային անդրադառնանք եւ արցախցիների հետ կապված Ես կարծում եմ, որ այս այցը շատ պատմական այց է, սկսած վերջին 35 տարվա մեջ, չհաշված, որ 1980 թվականի մեծ երկրաշարժի մեծ աղետի ժամանակ այստեղ ժամանեց եւ պետքարտուղարը եւ նաեւ Օրեն Քրիստոֆերը, կարծեմ թե Կասպար Օյանբերգերն էր եւ պետքարտուղարը եւ փոխնախագահը Եվ ես կարծում եմ, որ ուրեմն սա շատ մեծ նշանակություն ունեցող այց է, այստեղ հանգամանալից կերպով բաղդատվելու են Թրիպի բաղադրամասերը, այդտում նաև կարծեմ խնդիր է գնալու ատոմակայանի, նոր ատոմակայանի կառուցման, մոդուլային ատոմակայանների հետ կապված եւ կարծում եմ սա ունենալու է անպայման գետնի վրա իր իմպլեմենտատիվ արդյունքը Եվ կարծեմ նաև այցից հետո նաև ծրագրվում է փոխնախագահի այցը Ադրբեջան, չի բացառվում արդեն, ինչպես ասում են, համաձայնեցված է խաղաղության պայմանագրի բոլոր ուրեմն կետերը։ Իսկ մեր գերիները եւ այն, որ մուկում են նստած այդ հարցերը պետք է Գիտեք, Տիկին Մարի, դուք անընդհատ ասում եք մի բան, որ ես ցանկությամբ ավելին եմ կամենում, շատ ավելին եմ կամենում, քան թե նույնիսկ չգիտեմ, որոնք դա դարձնում են շոու կամ դարձնում են իրենց քաղաքական պայքարի բաղկացուցիչ, բայց զուտ ձևական առումով, որի համար ես պատրաստ եմ զոհաբերել ամեն ինչ, եւ նյութական առումով, եւ նաեւ անձնական առումով եւ ֆիզիկական առումով։ Ես գիտեմ, որ եթե չասեմ ստվերային, ապա ետնաբեմում արվում է այդպիսի ուրեմն աշխատանքներ եւ այնպես չի, որ ես սա հենց այնպես տրամաբանությամբ կամ ռեֆլեքսով բնազդաբար ասում եմ, ես էլ ունեմ մարդկանց հետ հանդիպումների որոշակի ուրեմն առօրյա եւ կարծում եմ, որ այս խնդիրները եւս արծարծվելու են կամ արծարծվել են եւ արծարծվում են եւ այնպես չի, որ դա անուշադրության է մատնված։ Ինչ խոսք մենք կուզենանք, ինչպես որ նախորդ մեր 4 գերիները վերադարձան, այնպես էլ մեր պատանդները ռազմաքաղաքական Արցախի ղեկավարության Ռուբեն Վարդանյանը ես կուզենամ օր առաջ տեսնել մեր հայրենիքում, բայց ես ավելին քան համոզված եմ, որ դա էլ այդ օրն էլ է գալու եւ հերոյ այդ օրը, ինչու՞ չի նաեւ սպասենք նոր զարգացումների եւ տնտեսության զարգացման առումով եւ ուրեմն անվտանգային նոր համակարգերի ներդրման, խաղաղության խաչմերուկի
ռեալ դարձնելու եւ ինչու՞ չի նաեւ ուրեմն թրիպը իր բոլոր ինֆրակառուցվածքներով կյանքի կոչելու համար։ Պարոն Սաֆարյան, մի հայտարարություն անեմ մեր հեռուստադիտողների համար եւ 5 րոպե ավելացնենք մեր եթերաժամանակը։ Հարգելի հեռուստադիտողներ, ABC-ից մենք դուրս կգանք, կշարունակենք Patreon-ում, YouTube-ում եւ Facebook-ում, այնպես որ հետեւեք։ Հիմա մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողի, որից հետո արդեն արցախցիների հարցը քննարկենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, իջեցրեք հեռուստացույցի ձայնը, խոսեք հեռախոսում մեզ հետ։ Լավ, քանի որ մեր ժամանակը ավելացրեցին, մի փոքր արցախցիների հետ կապված։ Դուք հանդիպումներ եք ունեցել Կոտայքում։ Տեսեք, ես ոչ միայն հանդիպումներ եմ ունենում, 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո կամ 44 օրյա պատերազմի մեկնարկից մինչև այսօր ես պիտի ասեմ իմ օրվա մեծ մասը անցնում է Ղարաբաղցիների հետ կապված որևէ խնդիրների, որևէ մտահոգությունների, որևէ ուրեմն առաջարկությունների քննարկման, լուծման, հետագա անելիքների որոնման ուղղությամբ։ Շատ լավ զգացի, որ դուք ինքդ էլ լավ գիտեք, որ ես ինչպիսի մասնակցություն եմ ունենում թեկուզ մեր ֆինանսական սուղ պայմաններում Պաշտպան Հայրենիաց հիմնադրամի միջոցներով վերջերս 3 ամիս առաջ շուրջ կառավարության աշխատակազմում ես խնդրեցի պարոն Հարությունյանին, ավելի ճիշտ պարոն Հարությունյանը առաջարկեց, որ մեր տեղահանված բռնի կերպով տեղահանված Ղարաբաղցիների հետ, որոնք բնակվում են զանգվածաբար այն վայրերում, քաղաքներում անցկացնենք հանդիպումներ եւ ես ճանաչելով իմ հայրենակիցներին դիմեցի եւ այդտեղ աջակցեց նաեւ կառավարությունը առաջին հանդիպումը մեր բռնի տեղահանվածների հետ անցկացրեցինք Աբովյանում, երկրորդը անցկացրեցինք Գավառում, Գավառ քաղաքում, երրորդը նախորդ շաբաթ անցկացրեցինք Արտաշատ քաղաքում։ Ես պիտի ասեմ, որ անցնում են շատ բովանդակալից, հարցերը բազմապիսի են, հիվանդություններից, սերտիֆիկատների ստացման հետ կապված դժվարություններից, աշխատանքի տեղավորումից, նաև օգնելուց, հիմա ես մի բան էլ կասեմ, չեմ ուզում բաց երեսով տալ, նախ ուզում եմ կառավարության աշխատակազմին շնորհակալություն հայտնել, քանի որ այդ ուրեմն միսիայի մեջ, ասպես ասած, ճակերտավոր առաքելության մեջ ընդգրկված է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տնօրեն պարոն Ադիլխանյանը, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տիկին Քոչարյանը, միգրացիոն ծառայության, ներքին գործերի նախարարության միգրացիոն եւ փախստականների ծառայության ղեկավար Տիկին Դավթյանը եւ ղեկավարի տեղակալ Տիկին պարոն Արամ Մելքոնյանը, իմ հրաշալի ընկերը, առողջապահության նախարարության ներկայացուցիչը եւ ելի բազմաթիվ մարդիկ, որոնք ասենք իրավասու են եւ ունեն ուրեմն հնարավորություններ պետական առումով ընդառաջելու մեր ժողովրդին։ Հանդիպումները անցնում են շատ ուրեմն բովանդակալից կերպով եւ այն գլխից էլ պարոն Հարությունյանը հայտարարել է, որ սա ոչ մի քաղաքական եւ ներքաղաքական եւ նախընտրական ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մեր խնդիրը եղել է այն, որ այո, Գագիկի հետ 3 ամիս առաջ զրուցել ենք եւ ասել ենք ճիշտ կլինի, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանանք մեր ժողովրդին եւ նաեւ իմանանք որն է նրանց հուզող հարցերը։ Բանից պարզում է, որ պարոն Հարությունյանը շատ ճիշտ էր, կան հարցեր, որոնց պետությունը անդրադարձել է, որոնց պետությունը նաեւ ուշադրություն է դարձնում, բայց նաեւ շատ դեպքերում եւ ստորին օղակներում եւ ելի որով է տեղերում կամ անհարկի ձևով ձգձգումներ է լինում կամ կարծեք թե պատասխանը գոհացուցիչ չի լինում, երբ որ կարելի է այդ պատասխանը ավելի գեղեցիկ լուծել։ Ինչ խոսք մենք սա վեր ենք ածելու ավելի լայնածավալ ծրագրերի, ընդհանուր մինչև միգուցե նոր արցախցիներով բնակեցված ավանի հիմնադրման, որը պիտի առնչվի ինչպես մշակույթը, այնպես էլ բազմանդամ ընտանիքների հետ կապված օգնությունը, այնպես էլ կրթական ծրագրերը, եւ ես կարծում եմ, որ սա մեզ հաջողվելու է,
անկախ 2026 թվականի համապետական ընտրություններից ես պիտի իմ ամեն ինչը, իմ հեղինակությունը, իմ հարգանքը եւ իմ գիտելիքները ներդնեմ, որպեսզի այս ծրագիրը լինի տարիներ շարունակ։ Եվ ես սա կհամարեմ գոնե մի ամոքիչ բան, գոնե մի թեթև ուրեմն իմ լումայի, ասենք, ներդրում մեր Արցախայության խնդիրների լուծման առումով։ Քանի որ պարոն Հարությունյանը բոլոր հանդիպումների ժամանակ տալիս է հեռախոսի համարները մեր տեղանված բնակիչներին, ես ինքս եւս առիթի դեպքում անպայման կասեմ, դուք եւս դա եթերից կհնչեցնեք, եւ ես պիտի ասեմ, որ մեզ հաջողվելու է դա, եւ ես պիտի ասեմ, որ իմ գեր նպատակը այն է, որպեսզի մեր ժողովուրդը նախ այս ծանր վիշտը, այս արհավիրքը, այս մեծ աղետը կարողանա թոթափել մի պարզ հասկացողության, մի պարզ գիտակցության, որ Հայաստանի կառավարությունը այն ինչ որ արել է 23 թվականի սեպտեմբերից նախկինում էլ է արել 18 թվականից էլ է արել, որտեղ ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 5 տարվա 18-23 թվականին 715 միլիարդ դրամով ավելին է օգնել Արցախին եւ Արցախի ժողովրդին եւ Արցախի բանակին, քան նախորդ բոլոր կառավարությունները 28 տարվա ընթացքում միասին վերցրած։ Բայց սա այլ խնդիր է, ես չեմ ուզում սրան անդրադառնամ, չեմ ուզում ես ներքաղաքական եւ նախընտրական խնդիրների մեջ տեղավորվում, որովհետեւ ես ինքս տեսնում եմ այն ինչ որ պիտի բարձրաձայնեմ։ Ես ինքս նաեւ նախընտրական գործընթացների մեջ լինելու եմ շատ անաչառ եւ շատ ուրեմն անկողմնակալ, բայց ես պիտի ասեմ, որ իմ համար այսօր իմ համար առաջնահերթություններից եւ գերագույն նպատակներից մեկն այն է, որ ես կանգնեմ մեր Արցախահայերի կողքին, թեկուս իմ նվազագույն հնարինց ընձեռված կամ իմ ուրեմն գործունեությունը հաշվի առած պետական այրերի միջոցներով, պետական այրերի գործունեության շնորհիվ կանգնեմ մեր արցախցիների կողքին։ Կհաջողվի թե չէ, ես համոզված եմ, որ կհաջողվի, որտեղ մեր արցախցիները հավաքում են շատ մեծ պատրաստակամությամբ, որովհետև մեր կառավարության անդամները եւ գերատեսչությունների ղեկավարները այդ հանդիպումների մասնակցում են շատ մեծ պատասխանատվությամբ եւ ցանկությամբ։ Ես կարծում եմ, որ ինչպես որ ասում են, մտել ենք 2026 թվականը, որը լի է լինելու եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ պետական մեծ իրադարձություններով, եւ պիտի որ մենք ապագային նայենք եւ հույսով պիտի նայենք եւ նաեւ պիտի նայենք ռեալ ակնկալիքներով, դա մեզ կհաջողվի։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սաֆարյան, մեր հաղորդումը արդեն ավարտվեց, ես ասեմ, որ ինքս էլ արդեն զանգեր ունեմ արցախցիների կողմից Պաշտպան հայրենաց հիմնադրամին, որ որոշակի գումարներ են ստացել մարդիկ, այնպես որ ձեր հեռախոսահամարը մենք կտեղադրենք մեր YouTube-յան էջում, նրանք ովքեր ցանկություն ունեն կամ օգնության կարիք ունեն, կարող են զանգահարել ձեզ եւ դիմել իրենց հարցերին։ Եթե ինձ թույլ կտաք եւս մի նախադասություն էլ ասեմ, շատ դեպքերում Արցախցի լինելը հայմատում են կամ տեսնում են այն հարթակի վրա, որ եթե Արցախցի ես պիտի նախորդ նախագահներին կամ չգիտեմ անցած ճանապարհով գեներալներին աջակցություն հայտնես կամ զորավիք կանգնես եւ այլ։ Ուզում եմ ես մի հարց տամ իմ հայրենակիցներին, էլի ասենք, եթե մենք ուզում ենք մեր արցախցիների հետ կապված լուծել բազում խնդիրներ, հարյուրավոր խնդիրներ, այդ խնդիրները եթե ժամանակին լուծված լինեին, եթե վերաբերում է դա թոշակին, եթե վերաբերվում է դա կրթությանը, եթե վերաբերում է դա անվճար առողջապահությանը, երբ որ այսօր արդեն ապահովագրական նոր համակարգ մտցնելով Հայաստանի կառավարությունը անում է եւ անելու է։ Ինչ եք կարծում, ես չեմ տեսնում ովքեր են եղել նախորդ ղեկավարները եւ նախորդ գեներալիտետը, որոնք նույնիսկ իրենց սեփական տներն են վաճառել պետությանը, բանակին եւ այդտեղ վարձով մնացել եւ դարձյալ 3 անգամ նույն իրենց կառուցած տներից բանակից փողեր են կորզել, այո։ Եվ ես ուզում եմ իմանամ, որ մեր ժողովուրդը գիտեք ինչքան է հիասթափվել այդ նույն ռազմաֆեոդալական վերնախավի ներկայացուցիչներից, գեներալիտետից, որոնք զբաղված են եղել ամեն ինչով բացի բանակի օպերատիվ կառավարումից, բացի զինվորի հանդեպ ծնողաբար
եւ արդարամիտ մոտեցումից։ Հիմա ես ինքս պարզ հասկանում եմ, որ այս օգնությունը մեր ժողովուրդը օր առաջ է սպասում եւ ես երբեք սա շահարկման առարկա չեմ դարձնելու եւ ես այս ոչ միայն ես սա օգնություն չեմ ասի, այս աշխատանքը կամ այս բաստողումները մենք այնքան հետևողական ենք անելու, որ իրոք մենք նաև որպես ասենք, որ մեր պարտքը ինչ որ չափով կատարել ենք, որպեսզի մեր ժողովրդի վերքերը որոշակի կերպով ամոքվեն եւ թեթևանան։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սաֆարյան, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։